գծեց որոշ ճանապարհ կամ գիծ։ Սա է ամենակարճ ճանապարհը, զարմացա ուսուցչուհին։ Ով է քեզ սովորեցրել։ Հայրիկս։ Իսկ ինչ մասնագիտություն ունի քո հայրիկը։ 1 րոպե ժամանակ։ Ինչ որտեղ երբը երկար նախապատմություն ունի, սակայն խաղի յուրահատկությունը ձեռագիրն ու ոճը գրեթե անփոփոխ են մնացել։ Արագ կողմնորոշում, մտքի ճկունություն եւ իհարկե գիտելիք ցանկացած բնագավառից։ Խաղին մասնակցելու համար հատուկ չափորոշիչներ հարկավոր չէ ունենալ, ընդամենը գիտելիքների զգալի պաշար, տեղեկացվածություն ու մի քիչ էլ տրամաբանություն։ Ոչ միայն մենք ենք կազմակերպում նմանատիպ խաղեր, այլ շատ տարբեր կազմակերպություններ կան եւ տարբեր կազմակերպությունների կողմից անընդմեջ կարելի ասել երևի յուրաքանչյուր երամսյակում առնվազն 2-3 նմանատիպ խաղ միայն Գյումրի քաղաքում է տեղի ունենում եւ մասնակցությունը երիտասարդների բավականին ակտիվ է։ Եթե այսքան մասնակիցներ կա, ուրեմն պահանջ կա, իսկ եթե պահանջ կա, ուրեմն կարիք կա կազմակերպելու։ Այս խաղը 7-ից 77-ի համար է, ասել է խաղի հիմնադիրը, այսինքն տարիքային սահմանափակում չկա, բազմաբովանդակ հարցեր, հայտնի ու անհայտ դեմքեր ու դեպքեր, հետաքրքիր իրադարձություններ, ակտիվ քննարկումներ, թեժ պայքար հաղթելու ձգտում։ Ծրագրի նպատակն է այս միջոցառումը կազմակերպելու, որ ուսանողների մոտ զբաղմունքի ինչ-որ միջոց առաջացնենք, ինչ-որ բանով նպաստենք երիտասարդների գիտելիքների ավելացմանը։ Երիտասարդները կփորձեն նոր շնորհալի երիտասարդներ իրենց մեջ հայտնաբերել եւ նաեւ ցկտումը ավելի այսպես դեպի գրականությունը, դեպի ինտելեկտուալ աշխարհը փորձեն ավելի զարգանալ, որովհետեւ հետագա խաղերին ավելի լավ արդյունք ցուցաբերեն եւ նաեւ նպատակը այսպես է երիտասարդների մերձեցումն է, նրանց շփումը միմյանց հետ։ Տարբեր բուհեր ներկայացնող ուսանողներ, ինչպես նաև անկախ երիտասարդներ, նրանց այս հարկի տակ գիտելիքն է մեկտեղել, նոր տեղեկատվություն, իմացածի կրկնություն, բոլոր դեպքերում էլ շահողը խաղին ներկա գտնվողն է։ Պարզվեց, որ ըստ չինացի փիլիսոփայություն ցզի մեր սխալները ճշտորեն ցույց տվողը ուսուցիչն է, խաղի հարցերի ընտրանին բավականին հետաքրքիր էր։ Միջին բարության է, քանի որ երիտասարդական առաջնությունն է, տարբեր տարիքային մոտավորապես 18-ից 23 տարեկաններն են մասնակցում, տրամաբանական հարցեր են տարբեր ոլորտներից, սպորտային կա, աշխարհագրություն, պատմություն։ Մենք ունենք մեր աղբյուրը, որտեղից հարցեր ենք ստանում, ասեմ, որ մի քանի աղբյուրներից ենք հարցերը ստանում, ուղղակի չենք ուզենա մատնանշենք, որպեսզի նաև չտարածվեն հարցերը եւ հետագա խաղերին նաև հետաքրքրությունը պահպանենք։ Ինչ որտեղ երբ ինտելեկտուալ խաղի անցկացումը շարունակական բնույթ է կրելու, ինչքան շատ մասնակիցներ, այդքան շատ գիտելիքներ ու հմտություններ, կազմակերպիչները հավատացած են խաղն իր լսարանն ունի ու միշտ սպասված է։ Մարգարիտ Ամինասյան, Նազել Էլբակյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։